Պապապոյան սահմանադրությունների համարեցնելու մասին խոսել էի Ադրբեջանի նախագահի Համալիևը, Ֆրանսիան 4-ին բացարձակություն նշելով, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, քանի որ Հայաստանի սահմանադրությունը ստիպված չէ։ Այդտեղ նորություն չկա այն իմաստով, որ մենք կարծում ենք, որ մեր սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, եւ մենք պատրաստ ենք հենց վաղն կնքել խաղաղության պայմանագիրը եւ այսինքն եւ հայտարարության մեջ եւ մեր մոտեցման եւ մեր դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չկա եւ մենք շարունակում ենք կարծել, որ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը անգամ այս վիճակով, որովհետեւ մեր սահմանադրական դատարանը տվել է հստակ գնահատական, որ դա չի հակասում։ Բայց մենք ենք ասում, օքեյ, մենք պատասխանում, բայց իրենք ասում են չենք ստորագրում։ Շատ լավ, դե հիմա ես ասում եմ, որ մենք այդտեղ մեր դիրքորոշումը նույնն է, շարունակում է մնալ եւ մենք տեսնում ենք, որ կա գործընթաց, այդ գործընթացը բավականին լավ տեմպերով առաջ է գնում եւ փաստը նա է, որ հաստատվել է խաղաղություն, փաստը նա է, որ սահմանին զինվորներ այլևս չեն զոհվում, փաստը նա է, որ մեծ ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում հիմնականում ամերիկյան ներդրումներով, որոնք որ իմ կարծիքով ամենամեծ երաշխիքն են տարածաշրջանում տևական խաղաղության եւ իհարկե Հայաստանի տնտեսական զարգացման։ Ինչն Ադրբեջանը նախապայմանների դեպքում շարունակում խոսել։ Փոխեք, կստորագրենք, չփոխեք, չենք ստորագրում։ Ես նշեցի, որ մենք կարծում ենք, որ այդ երկու հարցը իրար հետ կապ չունեն, այսինքն մնացած հարցերը, դրանք այլ հարցեր են, հա, բայց մենք կարծում ենք, որ սրանք իրար հետ կապ չունեն եւ հետեւաբար մեր դիրքորոշումը նույնն է եւ ես այստեղ այս հնչած այս մտքերի մեջ նոր բան ինչ-որ հիմա չեմ ասել։